Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, ձայն բազմացը սկսում է հաղորդումների մի շարք, որը նվիրված կլինի մեր անցյալի նշանավոր դեմքերին, որոնք վճռական գործունեություն են ունեցել մեր ժողովրդի ազատագրության, նրա լուսավորության, նրան ուրեմն դաստիարակելու, նրան ոտքի կանգնացնելու և նրան խրախուսելու մեջ։ Ես կարծում եմ, որ շատերին պիտի հետաքրքրի մեր այս հաղորդաշարը։ Այսօր մենք կսկսենք ճշմարտությունը խոսել, պատմել Խաչատուր Աբովյանի մասին, քանի որ գաղտնիք չի, Խաչատուր Աբովյանի գործունեությունը կարծես թե սահմանափակված է ընդամենը մի նախադասությամբ, նշանավոր օրհնանքը, որը փաստորեն մոլորության մեջ է դնում մեր ժողովրդին, մեր հասարակությանը, կարծելով, որ ընդամենը Խաչատուր Աբովյանը ի վերուստ, ուրեմն նրա նպատակը եղել է ընդամենը այդ մի նախադասություն, այդպես չէ։ Եվ բանն այն է, որ նույնիսկ ժամանակին 1998 թվականին մի այսպիսի հայտարարություն եղավ, տպագրվեց Հայաստանի գրողների տանը Խաչատուր Աբովյանի մահվան 150-ամյակը նշելու երեկոյի ընթացքին ելույթ ունեցող գրողները իրենց խոսքերի մեջ նշեցին, որ այսօր այլևս իմաստ չունի քննել, թե ինչ են Խաչատուր Աբովյանի անհետացման պատճառները, որովհետև նոր սերունդը այնքան էլ ժամանակ չունի դրանով հետաքրքրվելու։ Գիտեք, տարօրինակ է, մեր գրողները այդ ովքեր են եղել, որ բարձրաձայն հայտարարել են, թե մեր նոր սերունդը ժամանակ չունի իր անցյալով հետաքրքրվելու։ Մենք համոզված ենք, բազմաձայն ուրեմն համոզված է, որ պարզապես մեր նոր սերունդը պետք է իմանա ճշմարտությունը, իրականությունը, մաքրված, ամեն տեսակի ժանգից մաքրված, ամեն տեսակի, այսպես ասած, վերագրումներից մաքրված մեր երբեմնի ուսուցիչներին։ Այս առումով ես նաև ուզում եմ հատկապես նախապես ասել, որ մեր այս հաղորդումը Խաչատուր Աբովյանի մասին հենց այնպես ենթադրություններ չեն և ոչ էլ նկատի ունենք սկսելու ինչ-որ վիճաբանություն, այսպես է, այն այնպես է։ Պարզապես ես հիմա կթվարկեմ այն հիմնական աղբյուրները, որոնց շնորհիվ, որոնք ուսումնասիրված են մեր կողմից և ուրեմն բավարար հիմք են տալիս իսկապես ճանաչելու Խաչատուր Աբովյանին։ Ամենից առաջ ուրեմն Խաչատուր Աբովյանի ինքն իր մասին գրված տողերն են, էջերն են։ Դրանք 1947-ից մինչև 1961 թվականը երկերի լիակատար ժողովածույով, որը եղել է 8 սկզբնականում 8 հատոր, հետո լրացուցիչ ևս 2 հատոր է ավելացել, նախ եւ առաջ այդ բնագրերն են մեր ձեռքի տակ, առանց գրաքննության, ես սա հատկապես շեշտում եմ։ Այնուհետև մեր ձեռքի տակ է Աքսել Բակունցի երկերը 4 հատորով, հայտնի է, որ Աքսել Բակունցը նույնպես սկսել էր գրել Խաչատուր Աբովյանի մասին, սակայն ինչ-ինչ պատճառներով այդպես էլ դա կիսատ մնաց, քանի որ նա
ընդհուպ մոտեցել էր այն իրականությանը, ինչը դարձավ նաև Խաչատուր Աբովյանի ողբերգության պատճառը։ Այնուհետև Ռուբեն Զարյանի Աբովյանի կյանքը խորագրված համառոտ ակնարկը, որ 1939 թվականի մայիսի 20-ին Լենինական քաղաքի մեջ կարդացած զեկուցման հիման վրա լույս էր տեսել 1939 թվականի նույն տարին սկսել էին հրատարակել 3 հատորյա ուրեմն երկերը Աբովյանի եւ այդ երկերի երհատորյա երկերի առաջին հատորի փաստորեն առաջաբանն էր, սակայն այդ առաջաբանն էլ մոտենում էր իրականությանը եւ ոչ միայն մոռացության տրվեց, այլև այդ հատորը մեջտեղից դուրս եկավ։ Այնուհետև Լեոյի հայոց պատմությունը, որը ներկայացնում է ընդհանրապես այն շրջանը, որտեղ ապրել է Խաչատուր Աբովյանը, որտեղ գործել է նա։ Նույն Լեոյի Ստեփանոս Նազարյան աշխատությունը, որտեղ բերված են այն խնդիրները, այն կապերը, որ նա ունեցել է ուրեմն Ստեփանոս Նազարյանի հետ։ Նրանք գրեթե եղել են, այսպես ասած, մտերիմ ընկերներ։ Այնուհետև Հրայր Մուրադյանի Խաչատուր Աբովյան աշխատությունը, որը լույս է տեսել 1963 թվականին, Հրայր Մուրադյանը մեր ընտիր, այսպես ասենք, գրականագետներից մեկն էր, գուլագ անցկացրած, գուլագը տեսած, ժամանակին ժողովրդի թշնամի հայտարարված մի խելացի, մի կազմակերպված եւ ազնիվ անձնավորություն։ Ես նրա հետ ունեցել եմ շատ ջերմ հարաբերություններ։ Այնուհետև Նշան Մուրադյանի ուրեմն 1979-ին հրատարակված Աբովյանի պոետիկան աշխատությունը։ Իմ ձեռքի տակ է եղել Պիոն Հակոբյանի Խաչատուր Աբովյան կյանքը գործը ժամանակը եւ նույն հեղինակի Խաչատուր Աբովյանի կենսագրության առեղծվածները, ուրեմն աշխատությունները։ Այլևս Ստեփանոս Նազարյանի նամականին, որտեղ ամփոփված են նամակները Ստեփանոս Նազարյանի նամակները ուղղված Աբովյանին եւ Աբովյանի պատասխանները։ Եվ վերջապես Երվանդ Շահազիզի 1948 թվականին հրատարակված Դիվան Խաչատուր Աբովյանի ուրեմն աշխատասիրությունը, որը փաստորեն Աբովյանի ամբողջ արխիվն է մեջտեղ բերում եւ այն հնարավորություն է տալիս հեշտությամբ ուսումնասիրել անցուդարձը, գտնել այդ հնարավոր փաստերը եւ ներկայացնել։ Դիվան նշանակում է հայերենում արխիվ։ Ուրեմն սկսելու համար մեր հաղորդաշարը, որոնք կլինեն մի քանի ուրեմն հաղորդումների մեջ, պարոնակների մեջ, պիտի հավանաբար սկսել այն ժամանակից, երբ ծնվեց Խաչատուր Աբովյանը, խոսենք այն մասին, թե ինչ արմատներ նա ուներ, որովհետև դա անպայման մեծ նշանակություն ունի նրա ընտանեկան հանգամանքները, մեծ նշանակություն ունեն նրա կազմավորման, ձևավորման համար։ Խնդիրը լինելու է այսպես. մենք ոչ մի գաղափարական կամ գրականագիտական վիճաբանությունների տեղիք չենք տալու։ Մենք պարզապես պատմելու ենք այն, ներկայացնելու ենք այն, ինչ փաստաթղթերն են ասում, տարբերությունը միայն այն կլինի, որ այդ բոլորը մենք ոչ թե չորուցամակը կարդանք, այլ կլինի բանավոր հետարքիր, այսպես ասած, գեղարվեստական խոսքով ներկայացված պատմություն։ Ուրեմն որն էր այդ ժամանակը, երբ
ծնվեց Խաչատուր Աբովյանը։ Դա այն ժամանակն էր, երբ արդեն բոլորում էր 600 տարի, ինչ Հայաստանը այլևս գոյություն չուներ որպես պետություն, եւ ժողովուրդը իր երկրի հետ մեկտեղ անընդհատ ասում էր մեր մոնղոլների, մեր սերբջուկների, մեր պարսիկների, մեր թուրքերի, նաեւ նույնիսկ վրացիների տիրապետության տակ։ Ուրեմն այսպես ձեռքից ձեռք անցնելով, փաստորեն այդ ընթացքում նաեւ իրենց հյուսված եւ կենսական հյութերը կորցրած Հայաստանի թագավորությունը իրար մեջ բաժանեցին մահմեդական երկու հզոր բռնատիրությունները, Թուրքիան մի կողմից եւ Պարսկաստանը։ Հայաստանը բաժանվեց երկու մասի՝ Թուրքահայաստան եւ Պարսկահայաստան։ Այս բաժանման հետևանքով հայ ժողովուրդը փաստորեն դարձավ իր իսկ պապենական հողի վրա, իր իսկ հայրերի երկրի մեջ գերի։ Եվ այդ գերությունը հոգատարությամբ խնամում էին, պահպանում էին ոչ միայն սուլթանն ու շահը, նրանց կառավարիչները, այլև հենց իրենք հայ մեծատունները, որոնց համար գլխավորը իրենց, այսպես ասած, դիրքն ու իշխանությունը ժողովրդի վրա պահպանելն էր։ Եվ դա նույնպես բնական է, որովհետև ամեն տեղ եւ նույն Հայաստանի մեջ բոլոր ժամանակներին մինչև այսօր էլ երբ եկել ենք հասել ենք արդեն Քրիստոսի 3-րդ հազարամյակը Քրիստոսից հետո դեռ լինելու են մեծատուններ, մեծահարուստներ, ջոջապետներ, ովքեր իրենց արտաքին տեսքը միայն փոխելով պիտի մնան որպես օտար բռնատիրությանը խոնարհաբար ծառայող եւ սեփական ժողովրդին գերուպես իրեն ծառայեցնող ամենից վտանգավոր ուժը։ Ուրեմն փաստորեն ժամանակը այնպիսին էր, որ հայը արդեն մոռացել էր, թե երբևէ ունեցել է իր թագավորությունը։ Գիտեք, 600-ամյակը ոչ 6 տարի է, ոչ էլ նույնիսկ 60 տարի։ 600-ամյակը ավելի քան 2 տասնյակ սերունդ է, հա։ 600 տարիներ իրենց ծանր շերտերի տակ են արել գրեթե այն ամենը, ինչ իր անցյալում ստեղծել եւ ունեցել էր հայը։ Ուրեմն այդ 600 տարիների ընթացքին հայի մեջ պահպանվել էր միայն մեկը, մի հանգամանք, քրիստոնեական հավատը։ Հայը կորցնելով ամեն բան, քաղաքական ինքնուրույնություն, ազգային լեզու, ավանդություններ, նաև հազարամյակների խորքերից եկող իր մշակույթը եւ քրիստոնեական քաղաքակրթության արժեքները, բարոյական կողմնորոշումները նույնպես կորցնելու դիմաց էր կանգնած անզոր եւ անօգնական հայը։ Բանն այն է, որ թուրք-պարսկական անվերջանալի պատերազմների ընթացքին ռազմական թատերաբերումների տարածքի վրա, որտեղ բնակվում էին հայերը, ոտնատակ էին գնում, մորթվում էին թե մի կողմի եւ թե մյուս կողմի ուրեմն ժամանակավոր հաջողությունների ընթացքին։ Հայերի թիվը, ժողովրդի թիվը արագորեն նվազում էր եւ ամենից տխուրն այն էր, ամենից վտանգավորն այն էր, որ ինքը հայը արդեն հաշտվել էր իր գերության վիճակին։ Ապրում էր գերու պես տքնելով, գերու թշվառության մեջ, շարունակական տեղահանություններով, ընդ որում այդ տեղահանությունները ուղեկցվում են զանազան հրավիրքներով, եւ որպես գերի նրանք միայն փնթփնթում էին շահի կամ սուլթանի բռնությունների եւ անօրինությունների դեմ։ Եվ նրանց միակ հույսը մնացել էր, այսպես ասենք, բարի սուլթան կամ բարի շահ, որոնք հայերի ժողովրդի համոզմամբ կամ հավատով
կարող էին զսպել այն կառավարիչներին, հայազգի կառավարիչներին, որոնք իրականացնում էին բռնատիրական այդ երկու երկրների գործողությունները Հայաստանի մեջ։ Ուրեմն արևելյան կամ պարսկական Հայաստանի տարածքի վրա էին Նախիջևանի եւ Երևանի երկու նահանգները, կամ ինչպես Պարսկաստանի մեջ էր ընդունվածացել խանությունները։ Նախիջևանն ու Երևանը հինավուրց հայկական քաղաքներ են։ Այնքան գիտի, որ Նախիջևանի մասին պատմությունը մեծ հասցնում է մինչև համաշխարհային ջրհեղեղ, Արարատի գագաթին նստած տապանից դուրս է գալիս նախահայրը, Նոյը, լեռան լանջին էր, որ տնկեց խաղողի առաջին որդը և գինի քաշեց, այնուհետև նրա սեմ, հաբետ ու քան որդիները իջան հովիտ և դեպի հեռուները ուղևորվելուց առաջ իրենց վրանը խփելով, ուրեմն փաստորեն իջևանեցին գետահովտի վրա, Արաս գետի հովտի վրա։ Սեմն ու քամը հանգիստ առնելուց հետո շարունակեցին իրենց ընթացքը, որպեսզի իրենց համար երկրներ ընտրեն և հաստատուն տեղ ունենան, տարածք ունենան և ըստ ավանդության ստեղծեն նոր ժողովրդական միավորներ և դառնան և հիմնականում լինեն այդ ժողովուրդների նախահայրերը։ Իսկ հաբետը տեղում մնաց և այդ պատճառով էլ և ստեղծեց, հիմնավորեց այդ իր ժողովրդին և դրա այդ պատճառով է, որ հայերը նաև կոչվում են հաբետյան ժողովուրդ։ Ուրեմն նրա հաջորդները ուրեմն թորքոմներ և քանի որ թորքոման նույնպես շարունակում էր նույն այն ծրագիրը, որ ուներ հաբետը, հայերը կոչվում են նաև թորքոման ժողովուրդներ, նաև հայկազնյաններ են կոչվում, իսկ այն տեղը, որտեղ պատմության մեջ ավանդական պատմության մեջ իջևանել էին այդ նախնիները, մեր նախնիները, կոչվեց Իջևան կամ Նախիջևան։ Երևանը, որ նույնպես հինավուրց քաղաք է, հիմնադրել է հայոց արքա առաջին թագավորը, ուրեմն Արա թագավորը, Քրիստոսի ծննդից առաջ 782 թվականին։ Արա առաջին թագավորի մասին հարևան Ասորեստանի ուրեմն Շամշիլու Տուրտանը, այսինքն զորապետը, թողել է մի արձանագրություն, թե այսպես հայ Արան, որի անունն սարսափազդու է որպես մի փոթորիկ, այնպիսի անսահման հզորություն ունի, որպեսզի չի ունեցել երբեմնի որևէ մի թագավոր։ Մեր պատմության այս հաղորդաշարի ընթացքում դեպքերն ու իրադարձությունները տեղի են ունեցել Պարսկաստանի տերության Երևանի խանության մեջ, որը մեր այսօրվա Երևանի տարածքն է, հայերի տերության միջնաբերդը, վերջապես մեր պետության, եթե կուզեք, այսպես ասենք, սիրտը։ Այս հովիտը իր արգավանդ հողերով ուներ նաև ռազմավարական խոշոր նշանակություն, ուստի հայերի համար այս հովիտը նույնքան սրբազան է, որքան Նեղոսի, ասենք, հովիտը եգիպտացիների համար, այսինքն, եթե եգիպտացիների գոյությունը, նրանց ուրեմն կյանքը, ընթացքը պայմանավորված էր Նեղոս գետով, ապա հայերի համար այդպիսի նշանակություն ուներ Արարատյան հովիտը։ Եվ ամենից կարևորը, հենց այս հովիտի մեջ էր տեղի ունեցել հայերի քրիստոնեական դարձը Քրիստոսից հետո 301 թվականին, սա պաշտոնական առումով, այսինքն այն
առումով, որ այդ կրոնը դարձավ պետական կրոն, բայց նկատի ունենանք, որ հայերի քրիստոնեական ընդհանրապես դարձը, քրիստոնեական համայնքները սկսել են ձևավորվել Աբգար թագավորի ուրեմն նամակատարից վերադարձից հետո, իսկ այդ նամակատարը Անանյան էր, որը Քրիստոսի անունով նամակ էր տանում Աբգար թագավորից, եւ այդ նամակը նա հանձնեց Ծաղկազարդին, այսինքն Քրիստոսի խաչելությունից մի 5 օր առաջ, մի շաբաթ առաջ, այն կիրակի օրը, երբ որ Քրիստոսը հաղթականորեն մտավ Երուսաղեմ, եւ Քրիստոսը պատասխանեց Աբգար թագավորին, եւ Աբգարը արդեն իսկ ընդունեց կամ հավատաց Քրիստոսին, արդեն իսկ հավատալով էլ նրան դիմել էր, որպեսզի նա իրեն բուժի իր ծանր հիվանդությունից։ Ուրեմն փաստորեն այս նախընթացը, այս սկիզբը շատ կարևոր էր նկատի ունենալ եւ շատ կարևոր է հիշել մեր հետագա պատմությունը, մեր հետագա ընթացքը ավելի խորքից ճանաչելու, հասկանալու համար։ Ուրեմն հաջորդ պարունակին անցնելուց առաջ մի փոքր ընդմիջում անենք, կշարունակենք քիչ հետո։